Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ գնդապետ, քաղաքական գիտությունների թեկնածու, ռազմաքաղաքական գործիչ Ալեքսան Մինասյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղի եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Պարոն Մինասյան, խոսենք իրադարձություններ Մերձավոր Արևելքում եւ տարածաշրջում, Իրան, Իսրայել, Միացյալ Նահանգներ այս հակամարտությունը եւ կարծես թե հետևում էինք զարգացումներին, թե Իրանի շուրջ ինչ է տեղի ունենում Իսրայել, Մերձավոր Արևելքում, բայց երեք ստացվեց մի դեպք, փաստորեն Նախիջևանի օդանավակայանը հրթիռակոծվեց եւ Բաքուն իր արձագանքներով հիմնականում մեղադրում է իրանական կողմին, իրանական կողմը իհարկե հերքում է, որ ինքը չէ այդ հրթիռների, այդ ԱԹՍ-ների ուղարկման հեղինակը։ Այստեղ հետաքրքիր այն է, որ բռնապետ Ալիևը խոսելով այս դեպքի մասին եւ պատասխանատվություն պահանջելով իրանական կողմից նորից երկաթե այդ իր բռունցքը բարձրացնում է, հիշեցնելով հայերի օրինակը, որ օկուպացիոն տարածքներից ինչպես հայերին հանեցին, այնպես որ այս ամենը կլինի նաեւ նրանց հետ, ովքեր կփորձեն Ադրբեջանի դեմ ոտնձգություններ անել։ Այս ամենը ինչի մասին է, արդյոք այս ձևով փորձում են Ադրբեջանը ներքաշել պատերազմի մեջ եւ սա սադրանք էր, պատահական հարձակում էր, թե մեսիջ էր Իրանի կողմից Բաքվին, սա ինչի մասին է խոսում։ Նախ մտածենք հետեւյալ կերպ։ Սադրանք կարող է լինել։ Իհարկե սադրանք ես չեմ բացառում, որովհետեւ փաստորեն անհրաժեշտ էր խաղի մեջ ներքաշել նաեւ Ադրբեջանը։ Ակնհայտ փաստ։ Ում կողմից էր այդ սադրանքը։ Դա Իսրայել, ամերիկյան կողմից կարող էր լինել։ Հիմնականում իհարկե խաղը ընթանում է Իսրայելի դաշտում եւ հնարավոր է, որ հենց իրենք էլ անում են, որտեղ իրենց իրականում ցամաքային զորքերի գործողություններ սկսելու համար անհրաժեշտ էր մի երկիր, որը ավելի նոր էր պատերազմը հաղթել, ինչպես դուք արդեն ասեցիք, որ Ալիևը ասում է, որ հիշեցնում է Հայաստանի հետ կապված դեպքերը, բնական է, որ իրենք նույնպես մտածում են դրա մասին եւ հետո չմոռանանք, որ ամեն դեպքում Ադրբեջանը մոտավորապես արդեն 10 միլիոնանոց ժողովուրդ է եւ ունի բավականին զորք, դե ասենք փորձել ինչ-որ չափով ձեռք բերել, չնայած այդ փորձը զրոյական փորձ է Պարսկաստանի դեպքում, բայց եւ այնպես հնարավոր էր սադրանք, բայց հնարավոր էր եւ կոնկրետ հարված, որովհետեւ օդանավակայանից պատրաստվում էին թռչել ինքնաթիռներ, որոնք կարող էին վնասել իհարկե Պարսկաստանին։ Դրանք փաստեր են, որ կարող ենք ընդունել։ Եվ դրա համար եմ ասում, կարելի է մտածել եւ այսպես եւ այնպես, բայց քանի որ մենք այդ տվյալները չունենք, մենք նախապես ասենք ինչպիսին է իրավիճակը սադրանքային, թե ուղղակի վախեցնող Պարսկաստանի կողմից, դա ոչ ոք չի կարող դեռ ասել։ Հետագան ցույց կտա։ Այսօր արդեն համացանցում տեսանյութեր էին տարածվում, որ Իրանի սահմանին Ադրբեջանը տեղակայում է բավական ռազմատեխնիկա եւ բեռնատարների այդ փոխադրումն է արդեն այդ տարածքից ինքը հանում, այսինքն կարող ենք ասել, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, նրան հրահրեցին, որ պատրաստվի, թե արդեն նա պատրաստ էր։ Չէ, նա պատրաստ չէր, բայց այն որ նա հնարավորություն ունի, որտեվ գիտեք մի հատ խոսք կա, ասում են մինչև զինվորի ոտքը չի դրվում հողին, այդ հողը դեռ իրենը չէ։ Դա իհարկե հին խոսք է, ասում են Սուվորովն է ասել, բայց դա Սուվորովինը չի, դա հին շատ վաղուց եկող խոսքեր են դրանք, որ զինվորի ոտքն է որոշում այդ հողը ումն է պատկանում։ Եվ այստեղ իհարկե շատ մեծ հույսեր ունի Իսրայելը, որ ադրբեջանական զորքը կմասնակցի այդ ընդվզման, այդ պատերազմին, որտեղ այնտեղ իսկապես պետք էր զինվոր ունենալ, միայն ասենք ռմբակոծելով, դա դեռ չի որոշում։ Օդ եւ ծով, դա դեռ չի որոշում ոչինչ, դա դեռ ոչինչ։ Այսինքն քանի դեռ ցամաքային գործողություններ չկան, քանի դեռ ցամաքային գործողություն չկա, քանի դեռ զինվորի ոտքը
չի դրվել այդ հողի վրա, այդ հողը դեռ իրենցը չէ։ Հողը պատկանում է զինվորին, ցամաքային զորքին։ Իսկ ցամաքային գործողությունները սկսելու այլ տարբերակ կա, եթե Ադրբեջանը չներքաշվի այս պատերազմի մեջ։ Քրդերի մասին են խոսում, որ Միացյալ Նահանգները քրդերին բավականին ոգևորում են, նրանք էլ են ոգևորված։ Քրդերը իրականում շատ վաղուց են ոգևորված, իրենք դե գիտենք, որ իրենք լինելով 55 միլիոնանոց ժողովուրդ, իրենց տարածաշրջանը չունեն, իրենց պետությունը չունեն, իրենց տեղը, իրենց հանգրվան արևի տակ չունեն աշխարհում։ Սա շատ կարևորագույն խնդիր է եւ պիտի ասեմ, որ իրենք անգամ Արևմտյան Հայաստանի կորստի ժամանակ իրենք այդ մտադրությունը ունեին, իրենք միշտ են ուզեցել ունենալ հողակտոր, որտեղ ստեղծեն իրենց պետությունը։ Բայց դա ինչքանով կստացվի, դա կյանքը պիտի ցույց տա, դա մեր ասելով չի, բայց որ իրենք ունեն այդպիսի նկրտումներ, դա փաստ է։ Պարոն Մինասյան, փաստորեն կարող ենք ասել, որ իրադարձությունները ցույց կտան, որքանով Ադրբեջանը կներքաշվի այդ գործողությունների մեջ։ Այո, Հայտարարություններ անելը մեկ այլ բան է, այդ ինչպես դուք եք ասում, հողի վրա արդեն հողի վրա այլ խնդիր է, բայց այստեղ այլ խնդիրներ նույնպես կան, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական ավելի շուտ դաշտի վրա Ադրբեջանը ունի շատ խոցելի տեղեր։ Նայեք, եթե պարզ նայենք Մենգեչաուրը, ինքը Մենգեչաուրը արդեն Ադրբեջանի համար վտանգ է ներկայացնում, որովհետև մենք տեսնելով ինչպիսի բալեստիկ հրթիռներ ունի Պարսկաստանը, դա արդեն իսկապես վտանգ է ներկայացնում Իրանից Ադրբեջանի համար, որովհետև Մենգեչաուրի ասենք պատային փլուզումը դա նշանակում է Բաքվի մոտավորապես 70%-ի ջրիտակ անցնել, հեղեղել։ նկատի ունեք, եթե սկսվի հաջորդ թիրախը լինելու է հենց այդ Չեմ կարող ասել, դա իրենց մարդասիրական որոշումն է, ռազմական մասի մարդասիրական որոշումն է, ինչքանով դա իրագործվի, ես չեմ կարող ասել, բայց որ այդպիսի բացասական կողմ ունի Ադրբեջանը, դա փաստ է, որտեղ մենք գիտենք, որ Մենգեչաուրը բավականին բարձրադիր է, ինքը տարածաշրջան որպես, իսկ Բաքուն էլ բավականին ներքև ընկած է, մենք գիտենք, որ Կասպից ծովը սովորական ծովերից 28 մետրով ցածր է, այսինքն դա նշանակում է ողողման հնարավորություններ հստակ կարող են լինել եւ անել կործանիչ ողողումներ, ջրեղեղներ կարող առաջացնել Մենգեչաուրի դեպքերը։ Դա իրենք շատ լավ գիտեն, դա իմասելով չի, սա ամբողջ աշխարհը գիտի, ովքեր ռազմական արվեստին մոտ են կանգնած, շատ լավ հասկանում են ինչ մասին եմ ես խոսում։ Դրա համար չեմ կարող ասել Ադրբեջանը ունի այդ հնարավորությունը, այդ ռիսկի կգնա ինքը, թե չի գնա, ես չգիտեմ, դա իրենց թողնենք, թող իրենք որոշեն, իրանց ռազմարվեստի մասնագետները, կարճ ասած իրենց որոշումն է։ Իսկ Հայաստանին դրանից ինչ ընդորում Արման Թաթոյանը գրառում էր կատարել, որ Վարդենիսի շրջանում են նկատելի արդեն այդ ադրբեջանական զինուժի տեղակայումը եւ ինչ կլինի Հայաստանի հետ, եթե Ադրբեջանը ներքաշվեց։ Գիտեք, ես միշտ ասել եմ ու միշտ կրկնում եմ, պիտի կրկնեմ։ Մենք անպայման կարգով պիտի կարողանանք հասկանալ մեր պաշտպանական իրավիճակը։ Մենք որոշումներ ենք կայացնում միայն բանակով։ Դա այդպես չի։ Միայն բանակը չի որոշում մեր պաշտպանական խնդիրները։ Առավել եւս ոչ թե պաշտպանական, այլ ընդհանրապես անվտանգային խնդիրները։ Մենք թյուր կարծիք ունենք դրա մասին։ Մենք ավտոմատից այն կողմ չենք ուզում շարժվել, իսկ մենք դրանից այն կողմ պիտի շարժվենք, եթե ուզում ենք իսկապես ունենալ պետություն, որը ինքը պաշտպանված է, որը ինքը անվտանգ է։ Բայց մենք դեռ դա չենք անում։ Իսկ կուտակումներ իրենք մտածում են ամեն դեպքում, տեսեք, մեր կողմից նույնպես որոշ տակ գլուխ մարդիկ հոխորտումներ են անում, չէ՞ որ այսքան զորք հավաքենք, հարցակվենք ինքներս, գնանք Պարսկաստանին օգնության եւ այլ, դե բնականաբար իրենք մտածում են, որ կա նաեւ հնարավորություններ մեր կողմից ապտակ ստանալու, այսինքն, բայց մտածել, որ դա հաստատ
կլինի սուտ կլինի, իսկ իրենք էլ պիտի պաշտպանվեն, բնականաբար մենք էլ լինենք, մենք էլ պիտի պաշտպանվենք, այսինքն մենք պիտի զորք կուտակեինք, որպեսզի նման խնդիր չառաջանար սահմանի վրա, որտեղ Բայց մենք զորք չենք կուտակում եւ վարչապետը վստահեցնում է, որ այս հակամարտությունը մեզ չի հասնելու, որտեղ դրսում պայթյուններ են Հայաստանում, տեսեք ինչպիսի հանգիստ խաղաղ վիճակ է։ Գիտեք, միշտ խաղաղությունից առաջ մանավանդ եթե լավ անդոր է լինում, սպասեք վտանգի։ Միշտ լավ անդորից հետո սպասեք վտանգի։ Գիտեք, ինչքան Այսինքն մենք ուզում էլ պետք է մեր զորքը բերենք մարտական վիճակի, ինչպես Մեր ասենք, զորքը միշտ ադրբեջ- պիտի մարտական վիճակի լինի։ Այդպեսի պահ Գուցե չպետք է այդպես լինի։ կա դրա համար են հանգիստ իշխանությունները ուղղակի խոճապ չտարածելու համար։ Գուցե խոճապ չտարածելու համար է դա արվում պետության կողմից մեր, բայցերը շատ են։ Այստեղ իսկապես վիճելի հարցերը շատ են։ Ես չգիտեմ, այսօրվա բանակի հնարավորությունները, ես բանակից արդեն դուրս եմ եւ չեմ կարող ասել ինչ հնարավորություններ ունենք մենք։ Իսկ Միացյալ Նահանգների հետ մեր համատեղ այս համագործակցությունը, մեր այս վերջին իրադարձությունները, նախաստորագրված, չգիտեմ, որոշակի պայմանավորվածությունները, սա չի նշանակում, որ Գիտեք, նախաստորագրված պայմանագրերը դեռ առ-ոչինչ են, որովհետև մենք չմոռանանք, որ Հայաստանը դեռ SNG-ի կազմում է եւ ՀԱՊԿ-ի կազմում է հայրենա, ՀԱՊԿ-ի կազմում է եւ ասել, որ ՀԱՊԿ-ը ինչպես կնայի այդ հարցի վրա, ես գիտեմ, որ 10 մետր են կողմ, հիմա այդ նույն ճանապարհը, որ ուզում են այդ Տրամպյան ճանապարհը ստեղծել, կանգնած են ռուսական զորքեր։ Հիմա ասել, որ ինչքանով թույլ կտան, ինչքանով կուզենա թուլանալ Ռուսաստանը այս տարածաշրջանում, դա թողնենք իրենց, բայց մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները նույնպես բավականին լավ պայմանավորվում են։ Նրանք մեզ չեն ասել իրենց նույնիսկ այս խաղի մեջ, այս խաղի մեջ նույնպես։ Այս խաղի մեջ նույնպես։ Իսկ ինչ կասեք Թուրքիայի մասին, որը հայտարարել է, որ իր աջակցություն է հայտնում Ալիևին, եթե Թուրքիան մտնի խաղի մեջ, ապա այդ դեպքում ինչ կլինի։ Դե ամեն դեպքում պատերազմը պիտի մեծանա, եթե շարունակվի, բայց ես օրինակ այն կարծիքին եմ, որ պատերազմը շատ երկար չի տևելու։ Եվ ով պետք է գնա զիջումների։ Հիմա տեսեք, եթե զիջումների գնաց, ասենք թե Միացյալ Նահանգները, դա իր համար կհամարվի ինչ որտեղ Թրամփի համար դա կդառնա արդեն։ Պարտության պես բան է ստացվում, չնայած հարձակվող առաջինը ինքն է եղել եւ ոչ թե ասենք Պարսկաստանը, բայց այդ խաղը կարող է շուռ գալ իհարկե Իսրայելի վրա, չնայած օրինակ անձամբ իմ կողմնորոշումը այնպիսին է, որ Իսրայելին ես համարում եմ 51-րդ շտատը Միացյալ Նահանգների։ Ես այդպես եմ նահանգա։ Ես կարծում եմ նա նահանգի դերակատարություն կարող է կատարել եւ այդպես էլ տեսնում եմ, որտեղ ինչ կատարվում է Իսրայելում, ինչպիսի քայլեր է անում Իսրայելը, դա չեմ կարծում առանց Միացյալ Նահանգների ուղղորդմանը կատարվում։ Դե տեսեք նույնիսկ պատերազմը, այսինքն այս ռազմական գործողությունները սկսելու հետ կապված են, չէ՞, մեկը մյուսին հակադարձում է, թե ով է սկսել, ում հորդորով է սկսվել այս ամենը։ Հա, ես դրա համար ասում եմ, ես միացյալ եմ իրենց տեսնում եւ այստեղ տեսեք մեր սխալն էլ կար, մեր սխալը լրջագույնս կար, որ մենք ուզեցանք նույնպես շտատի կարգավիճակ վերցնել եւ դրա համար մեր քթին հասավ սա։ Մեր քթին հասցրեցին, որ եւ Թուրքիան եւ Իսրայելը դա էր պատճառը, որ Իսրայելը 69%-ով զենք զինամթերքի ԱԹՍ-ների հիմնական մասը Իսրայելի եւ Թուրքիայի զինատեսակներն էին, որոնք օգտագործում էին ադրբեջանցիք մեր դեմ, Հայաստանի դեմ փաստորեն, հայ մարդու դեմ։ Այդպես որ միանշանակ չի, որ իրենք ինքնուրույն են աշխատում։ Ես միշտ մտածել եմ, որ իրենք միացյալ են եւ իհարկե տեսեք, այստեղ շատ հետաքրքիր խաղ կարող է շարունակություն ունենալ, շատ հետաքրքիր ռազմաքաղաքական շարունակություն։ Ամեն դեպքում, եթե Պարսկաստանը գնա, ասենք, զիջումների,
որից հետո գալու է Թուրքիայի հերթը, ես ձեզ ասեմ։ Այսինքն նույն Միացյալ Նահանգները եւ Իսրայելը Հա, Թուրքիայի հերթն է գալու։ Թուրքիայի հերթն է գալու, որովհետև իրենք նաև թաքնված ականներ ունեն Թուրքիայում։ Թաքնված ականներից մեկը դա ազգերի փոքրամասնություններն են։ Եվ պատահական չի, որ Էրդողանը արգելեց ԴՆԹ-ի ստուգումը, որովհետև այնտեղ բավականին հայեր, բուլղարներ, հույներ, ասորիներ, այդ պատահական չի։ Այնտեղ Թուրքիան իմիջիայլոց չկարծենք, թե շատ լավ վիճակում է, այնտեղ պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելու համար գերտերություններին դա օրերի խնդիրներ են։ Բայց Թրամփը կարծես թե Իրանում չկարողացավ այդ ներքին հակասությունները Իրանում չկարողացավ, բայց Թուրքիայի հետ կապված այլ է։ Եվ Իրանը հայտարարում է, որ նրա պլան A-ն ձախողվել է, նույնը կձախողվի նաև պլան B-ն, այսինքն իրենք վստահ են։ Իրենք ամեն դեպքում տրադիցիոն ժողովուրդ են, արեք չմոռանանք։ Նույնիսկ ցամաքային գործողությունների համար Աղարեջին հայտարարում է, որ մենք շատ սպասում ենք, թող փորձեն մոտենալ, մենք բոլորին այնպիսի վիճակում Իրանը ամեն դեպքում փոքր պետություն չի, 91 միլիոնանոց ժողովուրդ է եւ չմոռանանք, որ Իրանը համարվում է աշխարհի ամենաերիտասարդ պետությունը, այսինքն երիտասարդության ներքևի շեմը ահագին բարձր է, այսինքն մինչև 40 տարեկանները այնտեղ ամենաբարձրն է աշխարհի Իրանը։ Սա խաղողանակ չի, այսինքն կռվի պատրաստ ժողովուրդը դա ուրիշ բան է, զինվորի զենք կրողի։ Դրա համար ակնհայտ փաստ է, որ պետք է զգուշանալ ցամաքային բախումից Իրանի հետ։ Մանավանդ իրենք ունեն ռազմական դաստիարակություն, ոչ թե ես չեմ խոսում կրթության մասին ռազմական, որ ունեն, ես խոսում եմ դաստիարակության մասին, ոգու մասին եմ խոսում։ Իրենք շատ մտածված ազգ են, տրադիցիոն ազգ են իրենք, պետք չի մոռանալ սա, երբեք չի կարելի մոռանել։ Եվ փաստորեն, եթե ամփոփենք Հայաստանի տնտեսության վրա ինչպես կարող է անդրադառնալ, թեև դուք ասում եք հնարավոր է շուտ ավարտվի եւ դեռ հասկանալի չէ թե ով կգնա որոշակի զիջումների։ Իսկ հնարավոր է երկու կողմերը սառեցնեն, զիջումներ չլինեն, պատրաստվեն նորից նոր։ Դա հնարավոր է, բայց այստեղ մի փոքր այլ խնդիր է առաջ եկել։ Ես դեռ մի տարի առաջ անգամ ասել եմ, որ Իրանը ամեն դեպքում թիրախում է լինելու Միացյալ Նահանգների, որտեվ այլընտրանք ես չեմ տեսնում։ Մենք տեսնում ենք, որ դե Միացյալ Նահանգները գերտերություն է, ինքը ուզում է անպայման կարգով իշխել նավթային ռեսուրսներին աշխարհի, Վենեսուելան դա ցույց տվեց, փաստորեն տեսեք, Վենեսուելայում ինչ կատարվեց։ Վենեսուելան, որ նավթի հիմնական պաշարները ունի, չէ՞, 18% դա խաղողանակ չի։ Եվ Միացյալ Նահանգները Մադուրային վերցնելով, գողանալով, վերցնելով, դրեց իր փոխնախագահ տիկնոջը, որը արդեն պայմանագրեր ունի ցանկացած ամերիկյան լուրջ նավթամշակման չասենք օֆիս չանվանենք, բայց այդ խաղացողների հիմնական նավթը իրենց ձեռքը վերցնողների վրա եւ դա պատահական չի, այսինքն հիմա Միացյալ Նահանգները Տրամպը մանավանդ ինքը չի ուզենա զիջել, որովհետեւ նավթը բավականին շատ էր, ինչպես Վենեսուելայում, այնպես էլ փաստորեն Պարսկաստանում։ Պարսկաստանը նույնպես 11.8% նավթի պաշարները աշխարհի իր մոտ է։ Սա պատահական թիվ չի 11.8%։ Իհարկե Վենեսուելային չի հասնի 18.2, բայց բավականին շատ է։ Եվ չի ուզենա փող զիջել, բայց այն որ ինքը որպես գերտերություն, այսինքն մենք էլ լինենք, մենք էլ այդպես կմտածեինք, ես չեմ ասում, չէի մտածի այդպես, բայց դե հիմա Պարոն Մինասյան, երկար են այս ամենին պատրաստվել երկու կողմերը։ Երկու կողմերը նկատի ունեն Իրանը եւ Միացյալ Նահանգները, ամեն դեպքում պատրաստվածությունը սա երկար ժամանակ է։ Կարծում եմ այո,
Կարծում եմ այո։ Որտեղ Իրանի հնարավորությունները տեսնում ենք եւ այդ հրթիռների հետ կապված եւ ապաստարանների հետ կապված Կարծում եմ այո շատ երկար է, որովհետեւ սրան սպասում էին։ Քաղաքի տակ մի խոսքով այս ամենը սպասվում էր, դա սպասվում էր։ Իրենք գիտեին, որ ասենք ունենալով նավթահարստությունը, ոնց որ ասենք փողոցում քայլողը իր գցում է մեծ հարստությամբ, ասենք վզնոց, բաց չի որ բոլորի աչքին դա երևացող է։ Այնպես որ սպասել որ Միացյալ Նահանգների հետ կկանգնի կամ Պարսկաստանը երկու կողմն էլ այնտեղ կա ցանկությունը մեծ, այս կողմից էլ կա այդ բանը դաստիարակությունը ուժեղ լինելու է միջևերջ պայքարելու զոհվելու է դաստիարակությունը մենք անգամ պատմությունից ենք Պարսկաստանի հետ պատմությունը դարեի ժամանակահատվածից ենք, չէ՞ մենք տեսնում Ալեքսանդրի հետ որ ստեղծվեց իրավիճակներ։ Այսինքն Թրամփի այդ 4-ից 5 շաբաթ ժամանակահատվածը կարող է խախտվել կամ ավելի շուտ կամ հակառակ ավելի երկարել։ Ժամանակահատվածը հստակ ասված է, մոտավորապես այդպես է լինելու է, բայց դա մեծ ժամանակահատված չի պատերազմական իրադրության համար եւ կարող է հետ կանգնել։ Միացյալ Նահանգները կարող է հետ կանգնել, որտեղ ես ուսումնասիրելով պարսիկ մարդուն, այսինքն պարսիկ կրվողին, այսպես ասենք, նրանք հետ կանգնողը չեն։ Չեմ հավատում։ Ուղղակի չեմ հավատում, որտեղ դարեդար եկող ամենահնագույն ժողովուրդներից մեկը աշխարհի, ոնց կարող է, ասենք, դաստիարակությունը թույլ տա հետ կանգնել։ Դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, պարոն Մինասյան, որից հետո կշարունակենք եւ խոսենք, թե ներքաղաքական կյանքում Իրանի ինչ է տեղի ունենում եւ նաեւ անդրադառնանք նրան, որ Թրամփը հայտարարում է, որ ինքը անպայման պետք է իմանա, թե ով է վերընտրվելու, ով իր դուրը կգա, նրանք ովքեր նորից կդառնան առաջնորդներ նույն ճակատագրին կարժանանան, խոսենք դրա մասին։ Հարգելի հայրենակիցներ, այժմ Կարճատև գովազդային դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Հետևեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արա
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Արգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Մինասյան, իրադարձությունների ամեն դեպքում կհետևենք, որտեղ հնարավոր չէ, որ այդքան կամ կարճաժամկետ կամ երկարաժամկետի դեպքում մեզ վրա էլ չանդրադառնա մեր տնտեսության, մենք Իրանի շուկայում որոշակի դիրքեր ունենք, այդ դիրքերը չգիտենք ինչպես կլինի։ Ընդ որում ասեմ, երեք շուկայում արդեն առևտրականները խոսում են, որ լոլիկի եւ վարունգի գները բավականին թանկացել են, այսպես էին բացահայտում, որտեղ Իրանում իրավիճակը բարդ է։ Չգիտեմ որքանով է ճիշտ, ամեն դեպքում թանկացումները կապում էին դրա հետ։ Հիմա հասկանանք, որ ռազմական գործողություններից բացի Թրամփը պատրաստ է մասնակցելու այն նոր փոփոխությունների ներքաղաքական կյանքում, որ կլինի Իրանի ներսում եւ Մոջթաբայի տեխնացությունը Սպիտակ տան համար ընդունելի չէ։ Խամենեի որդին իր համար ընդունելի չէ եւ նրանք ուզում են մի այնպիսի ղեկավար, որը կշարունակի ոչ թե Խամենեի քաղաքականությունը, այլ կմտածի Իրանի ապագայի մասին։ Այդքան որ դուք Իրանին գովերգում եք նրանց դաստիարակությունը, նրանց զինվորի հնարավորությունը եւ այդ դեպքում կարող եք ասել Խամենեին ինչպես ստացվեց, որ կարողացան շատ արագ ոչնչացնել ընտանիքի անդամների հետ միասին։ Որտեղ էր այդտեղ այդ դաստիարակությունը, այդ պաշտպանվածությունը, այդ հնարավորությունները ինչպես ստացվեց։ Գիտեք, այսպես պիտի նայենք հարցին։ Ես կասեմ նաև, թե մենք, ես ինչ էի ուզում Մոնտեմելքոնյան վարժարանը, որ ստեղծեցի, ես կասեմ նաև դրա մասին, ես այն ժամանակ էի այդ մասին խոսում դեռ, եւ Մոնտեմելքոնյանը միայն վարժարան չէր սովորական, որպես դիվերսիոն հետախուզական, այլ ընտրանքներ կային այդտեղ, եթե կհետաքրքրի դրա մասին կխոսենք, մեր պաշտպանված լինելու պատահական չի, որ ես պաշտպանությունը տարբերում եմ անվտանգային խնդիրներից, բանակից, որովհետև արդեն ասել եմ, բանակը դա պաշտպանական խնդիրների մինչև 50% հնարավորություններ ունի, իսկ անվտանգային խնդիրներում 60-70, այսինքն բանակը չի, որ մեզ միայն պիտի պաշտպանի, այստեղ շատ ավելի կարևոր խնդիրներ կան։ Հիմա վերադառնամ Խոմեյնիի հետ կապված խնդրին։ Իրենք իսկապես շատ լավ պաշտպանված են եղել, բայց իրենց Խոմեյնիին գտան թիկնապահների, հեռախոսների միջոցով։ Թիկնապահները ինչ հերթականություն էին պաշտպանում։ Այստեղ արդեն կար հատուկ ծառայությունների թերացման խնդիրը։ Դավաճանություն այնտեղ չի եղել։ Ես իրենց մամուլն էլ եմ կարդում, իրենց էքսպերտներին էլ եմ լսում, չի եղել դավաճանություն, դա փաստ է։ Բայց եղել է թիկնապահների հերթապահության ժամանակահատվածի փոփոխության եւ հեռախոսները չփոխելու խնդիր։ Չնայած այստեղ հեռախոսների փոխելը նույնպես չէր կարողանալու հնարավորություն տալ, որովհետեւ հիմա ձայնային մոտեցումներ կան, օսիլոգրաֆով որոշում են, անգամ դուք կարող այլ հեռախոսով խոսեք, բայց իմանա, որ դա դուք եք խոսում, այսինքն ձայնային տատանումների այդ որսալը եւ համեմատական օսիլոգրաֆների միանգամից տալիս է, անգամ ձայնը կարող է խզեք, բայց այդ տատանումները, շեմերը բարձր ցածր, տատանումները դրանք
տարբերակելու են, բայց այստեղ կար այլ խնդիր։ Իրենք ունեին հնարավորություններ, տեխնիկական ձևեր կա, որ իրենք կարող են խուսափել դրանից։ Եվ այստեղ հատուկ ծառայությունները պիտի զբաղվեին թիկնապահների հեռախոսային զրույցներին, ինչքանով թույլ տան, ինչքանով թույլ չտան, ինչքանով պիտի լիներ։ Մոնթեի դպրոցը մենք որ ստեղծում էինք, հիմնական ես այն ժամանակ Վազգեն Սարգսյանի հետ երեք ծնունդ են, որը Սպարապետի 67 տարեկան կլիներ։ Ես առաջարկ էի արել, ասում էի, որ Մոնթեն պետք է լինի ոչ միայն հետախուզական, դիվերսիոն, նպատակային խնդիր ունենա, այլ նաև օրինակի համար տեսեք, մեթոդոլոգիաներից մեկը հետևյալն էր։ Ունենք պատրաստված տղաներ, ճիշտ է, դրանք կարող են այլ երկիր գնալու պարագայում կազմակերպել մեր սփյուռքի այդ աշխատանքը, որտեղի մեր հայրենակիցները դառնան, ասենք, թիկնապահներ։ Առաջացքից թվում է թիկնապահը ինչ կապ ունի պետական անվտանգության հետ կապված, չէ, պետության անվտանգային խնդիրների հետ, բայց այդ թիկնապահը ինքը նստում է մեքենայի մեջ եւ նստում է այն մարդկանց հետ, որոնք իրենցից արժեք են ներկայացնում։ Դա կլինի նախարար, դա կլինի գեներալ։ Տեղեկությունների հայթայթում, հա, կարող է լինել։ Իհարկե, տեղեկությունների հայթայթման մասին է, ոչ միայն իրենք, այլ նաև, ասենք, լավ վարորդներ պատրաստված, ասենք, պիտի լինեին նաև, ասենք, այդ ավտորալիստներ, որոնք պիտի պատրաստեին, որոնք մենք սփյուռք ունենք, հասկանում եք, մենք շատ հզոր պետություն ենք, մենք չենք օգտագործում մեր սփյուռքը, չենք կազմակերպում նրանց հնարավորությունները իշա Հայաստանի, այսինքն անվտանգային խնդիրներ, որ ասում եմ, բանական ընդամենը 40-50%-ն է կազմում անվտանգային խնդիրն, ես պատահական չեմ ասում, մենք ուղղակի չենք օգտագործում, ոչ մասնագիտական մոտեցումներ է գնում Հայաստանում, որը բերում է մեր թերացումներին, մեր թուլությանն է բերում։ Կարճ ասած, մենք պիտի շատ ավելի լուրջ ինքներս մտածենք, իսկ ինչ վերաբերվում է, որ ասում եք դիսցիպլինար ազգ են իրանք, կարգապահ ազգ են, այո, իրանք շատ կարգապահ ազգ են, ես դա ընդունում եմ, եւ կուզենամ, որ Հայաստանը նույնպես նմանվի իրենց կարգապահական առումով, որ մեր բանակը ունենա այդպիսի կարգապահություն, որտեղ կարգապահությունից սկսում են հաղթանակներն ու պաշտպանությունները։ Տեսեք, մենք խոսում ենք ներքին կարգապահության մասին, բայց Թրամփն էլ է համոզված, որ կարողանա այդ ներքին կարգապահությունը խաթարել։ Նույն Ադրբեջանում Ալիևը հայտարարեց, որ Իրանում քաջ գիտակցում է, որ այսօր անկախ ադրբեջանական պետությունը հույս է հանդիսանում Իրանում բնակվող բազմաթիվ ադրբեջանցիների համար։ Ինչպես որ վերջ դրեցինք հայկական օկուպացիային, այնպես է պատրաստ ենք մեր ուժը ցույց տալ ցանկացած չար ուժի դեմ եւ թող Իրանում դա չմոռանան։ Սա ինչի մասին է խոսքում, ադրբեջանական պետությունը հույս է Իրանում, ինչ է ակնարկում Բաքուն։ Տեսեք, Պարսկաստանի հյուսիսային մասում դուք գիտեք, որ բավականին այլ ազգեր կան, որոնց թվում եւ նաեւ ազերիներ։ Բայց չմոռանանք, որ Իրանը շատ լուրջ զբաղվում է դրանցով։ Ես դա գիտեմ իմ ծանոթներից, ընկերներից, թե ինչ են իրենք խոսում դրա մասին։ Այնտեղ արդեն իրենք լիարժեքորեն իսլամացած են։ Այսինքն մուսուլմանական մասը, իսլամական ավելի բարձր շիիտների խնդիրն է, էլի գալիս։ Այնտեղ շատ ավելի բարձր է այդ խնդիրը դրված, թե ով ես դու որպես հոգևոր մարդ։ Միանշանակ մենք թյուր ենք մտածում ու նույն թյուր ձևով էլ մտածում է նաև Միացյալ Նահանգները։ Դա Միացյալ Նահանգներին ստացվեց Վենեսուելայում այդ փոփոխությունը կատարել եւ դրեց մարդ, որ օգնեց իրեն, ասենք, այդ նավթային ռեսուրսների հայթայթման համար, բայց Պարսկաստանը այլ երկիր է։ Պարսկաստանի դաստիարակության ոլորտը այլ ձևով է գնում։ Թրամփը ընդունում է, ասում է, որ Իրանի ռազմական ներուժը գործնականում ոչնչացված է, նրանց ունեցածը միայն քաջությունն է։ Ինքն էլ է դա ընդունում։ Այդ դեպքում ինչպես է պատկերացնում։ Տեսեք, միայն քաջությունը չի։ Այնտեղ իրենք շատ լավ հասկանում են, ում պիտի բերեն իշխանության,
Թրամփը ուզում է բերի իրեն հատուկ մարդու, որը խամաճիկ լինի իր համար, իսկ նրանք էլ շատ լավ գիտեն ում բերել, ում չբերել։ Հիմա ինչ է կարծում, եթե այդպեսին բերեն, Իրանը չի ոչնչացնելու հենց դրան։ Ես չեմ հավատա։ Ես ուղղակի չեմ հավատա, որ Իրանը այտենց կթուլանա եւ կթուլանա, կթողնի, որ ասենք իրենց դրված խամաճիկ մարդը, որը պիտի ծառայի, ասենք Տրամփին, չեմ կարծում, չեմ հավատում։ Կարող ենք ասել, որ այդ հույսը պետք է Միացյալ Նահանգները չունենա, որ ներքին դա իրենց խնդիրն է, չէ, ես այդպեսի բան չասացի, որ չունենան այդպեսի հույս։ Իրենք աշխատում են, բայց չմոռանաք դիմացինն էլ աշխատում, որքանով իսկապես կհաջողվի իրենց, դա մեծագույն հարց է, շատ մեծագույն հարց է, ոնց կարող ենք վստահ ասել, որ այդպես կլինի։ Մանավանդ, տեսեք, դուք ինքներդ եք ասում, որ դե նաև դուք չէ, Տրամփը ասում է, որ իրենք շատ քաջարի քաջությունն է, այո։ Տեսակ է իրենց, իսկապես քաջարի է։ Դա անհերքելի փաստ է, ասեցի, Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակվանից Դարեհի այդ պատերազմները, իրենք քաջարի են, ոչ մեկը չի կարող իրենց դրանում մերժել, ասել, որ իրենք այդպեսին չեն, բայց ասել, որ նշանակումների պարագայում պատահական նշանակումներ կլինեն, որտեղ նշանակություն չի ունենա նշանակված մարդու քաջությունը, դա սխալ է։ Ես պատահական չի, որ ես ասում եմ Հայաստանում պիտի նշանակումները լինեն պլոճիկով տղաների, պատահական չեմ ասում։ Գիտեք, նշանակված մարդը նույնպես պիտի պլոճիկ ունենա իր պետության համար լրջագույն պայքարել։ Մենք գիտենք դեռ Չեխոսլովակիայում ժամանակին, երբ որ նշանակել էին նշանակումներ էին անում, կարևորագույն խնդիրը նրա մեջ էր, դեռ այն ժամանակ էլի, ասում էին, որ նշանակեք այնպիսի մարդու, որը չի հասկանում ում նշանակել, ում չնշանակել, այդ կադրերի որոշումը, դե անգամ եթե վերադառնանք իմ չսիրած Լենինին, նա նույնպես ասում էր կադրերը որոշում են ամեն ինչ, այսինքն հենց այստեղ է, բացի քաջարի լինելը, նշանակումներ անողը պիտի քաջարի լինի նշանակի այնպիսի մարդկանց, որոնց իհարկե հնարավոր է կառավարել, իշահ պետության կառավարել, որովհետև եթե դա անորակ դեպք է, ինքը դավաճանելու է, միանշանակ դավաճանելու է։ Մենք քննարկեցինք Իրանը եւ տարածաշրջանը, Մերձավոր Արևելքը եւ ինչպես աշխարհին անդրադառնանք։ Օրինակ Սերբիայի նախագահը հայտարարում է, որ Հորմուզի նեղուցի փակման դեպքում նավթի գները կսպանեն բոլորին եւ Եվրոպան կհայտնվի դժոխքում։ Եվրոպան արեք ճիշտ է ասենք, հիմա չափազանցված գնահատական է սա։ Իհարկե չափազանցված է։ Եվրոպան դժոխքում չի հայտնվի, նախ եվրոպացիները խելոք են, իրենք արդեն ճանապարհներ գտել են իրենց նավթային պաշարները լրացնելու, այստեղ տեսեք, հիմնական խնդիրը, դե հիմա պահը ուղղակի պարսկա ամերիկյան, իզրայելական խնդիրն է, հարվածը Չինաստան, Ռուսաստան, ում գնաց հարվածը Չինաստանին գնաց, եթե լուրջ նայենք, հիմա Վենեսուելայի էլ, որ գրավեցին, հիմա բան արեցին, տեսեք ինչ է ասում փաստորեն Միացյալ Նահանգները, ասում է ձեր նավթը լավը չի, ես ավելի հեղուկ նավթային միջոցների ավելացում կանեմ եւ դրանք կօգտագործեմ լավ վաճառք կազմակերպելու համար։ Նույն բանը մենք գիտենք, որ Պարսկաստանում է, պարսկական նավթը ավելի կոնցենտրիկ է, ձիգ նավթ է։ Հիմա ասել, որ այս հարվածը միանշանակ գնում է Պարսկաստանին, երևի դա էլ է սխալ, որովհետև ճանապարհները, որը անցնում էին Պարսկաստանով Չինաստանի համար առևտրային ճանապարհները կատարելու, դա նաև իրենց ազդեցությունը պիտի թողնեն, տնտեսական ոլորտի վրա պիտի ազդեցություն թողնեն։ Հիմա ասել, որ դա միայն ասենք իմ ենթադրությամբ օրինակ, որ նավթային ռեսուրսները
ունենա Միացյալ Նահանգները որպես հզոր պետություն, միայն դա չի։ Մենք գիտենք, որ արդեն հնայով Չինաստանը անցնում է Միացյալ Նահանգներին։ Հիմա արդեն խնդիրը առաջ գալիս է, ոնց անի վերականգնի այդ բալանսը։ Հետևաբար, իսկ ինչ վերաբերվում է Եվրոպային, Եվրոպան բավականին լավ կարողանում է պարսկական, ասում եմ պարսկական, ադրբեջանական նավթի օգտագործումը, որը գալիս է Ռուսաստանից, օգտագործել։ Շատ լավ է իրենք այդ ճանապարհները գիտեն, այստեղ հարցը մենակ այդ հեղուկ գազի մասին չի, անգամ մեթանի մասին է, այսինքն օդ վիճակում գտնվող, գազային վիճակում գտնվող գազի մասին է։ Այնպես որ ասել, որ Սերբիայի ղեկավարն ասում է քչոքի, չէ, հա, կազդի Գները հնարավոր է, որ մի փոքր ավելանա, բայց դա չի նշանակում, որ իսպար չոքացնի Եվրոպան, չհամաձայն չեմ այդ մտքի հետ։ Պարոն Մինասյան, եւ վերջին հարցը։ Նախընտրական Հայաստան, մենք ամեն դեպքում Իրանի շուրջ այդ իրադարձություններին կհետևենք, նախընտրական Հայաստան, այսպես ասենք, եւ Իրանի շուրջ ձևավորվող իրադարձություններ։ Ընդդիմությունը մեղադրում է իշխող ուժին, որ այս իրավիճակում օրինակի համար Նիկոլ Փաշինյանը գնում է Վրաստան, այնտեղ հարվածային գործիքներ է նվագում, մարզերում է այստեղ Հայաստանում պտտվում, այսպես ասած պերաշկի են ուտում, շատ հանգիստ վիճակ է։ Վարչապետը հակադարձում է, որ այո, ինքը հանգիստ է, քանի որ ինստիտուտները աշխատում են։ Որքանով կարող ենք ասել, որ այս իրավիճակում իրոք մենք պետք է հանգիստ լինենք եւ հույսներս դնենք պետական ինստիտուտների վրա, որոնք աշխատում են։ Ինչ պետք է լիներ մեզ հետ, որ չարվեց, խոճապ չկա։ Մեզ անդադ հանգստացում են, բայց մենք ունենք հայրենակիցներ, որոնք մերձավոր արևելքի երկրներում են, նրանց վերադառնալ դարձել է խնդիր, որտեղ օդային տարածքներում կա փակված տարբերակներ, մի խոսքով կամ գներն են թանկացրել, նույնիսկ այդ Ես կարծում եմ մեր ցավը շատ երկար ժամանակից գալիս է այնտեղ բարփակված, որ մենք երբեք չենք մտածում լիարժեքորեն։ Այսինքն իրավիճակի ճիշտ գնահատականը չենք տալիս։ Այո։ Մենք ասում եմ մեր համար եթե մի շաբաթ խաղաղ է, մենք կարծում ենք, որ դա պիտի շարունակի։ Արցախում էլ էր խաղաղ, հետո ինչ եղավ։ Ընդ որում, երբ որ Ալիևը հայտարարում էր, որ ահաբեկչական գործողությունների պետք է անցնեն Իրանի այդ Նախիջևանի հետ կապված, կարծես թե այդ մենք հիշեցինք, որ ահաբեկչական այդ գործողություններով սկսվեց հենց Արցախի շուրջ։ Այո, հենց Արցախի շուրջ սկսվեց։ Մեր խնդրեմը եղավ այն, որ մենք ոչ մի թիկունքային գործողություն չկարողացանք անել, եթե կհիշեք, ինձ հիշեցրեք 20 թվականի պատերազմին, թիկունքում մի հացի մեքենա ընկելա ձորը, մի բան եղել է մեր կողմից, կամ կամուրջ է փլվել, կամ ռազմական մեքենայա շուռ եկել ինչ-որ, չի եղել, այսինքն մենք չենք աշխատել, մենք հիմա էլ չենք աշխատում, ես համոզված գիտեմ, որ չենք աշխատում, մենք պիտի աշխատենք ավելի քրտնաջան, եթե աշխատում ենք անգամ բավարար չի, մենք ավելի քրտնաջան պիտի աշխատենք և պիտի աշխատենք մտքով, ուղղակի ավտոմատ բռնելով, ավտոմատավորների շատացնելով, դա դեռ հարցի լուծում չի, հարցը շատ ավելի մտավոր է, շատ ավելի դաստիարակության վերաբերվող, բռունցք դառնալուն վերաբերվող է, քան թե ասել, որ մենք Հնդկաստանից սա ենք ստանում, չգիտեմ Ֆրանսիայից, այս զենքի տեսակ աշխատանքները եւ որ ցույց տվեց Սուրեն Պապիկյանը, արդյոք դա ձեզ չի գոհացնում որոշակի ձևով։ Ինձ ընդհանրապես չի գոհացնում։ Այն որ ցույց են տալիս, թե այն որ արել են։ Չէ, ան որ ցույց են տալիս, թող ցույց տան, դա ոգևորող է, բայց որ քիչ է, դա ակնհայտ փաստ է։ Հետո ես արդեն պարզ ասել եմ իմ միտքը, որ հայկական անվտանգությունը կախված է նրանից, թե մենք ինչպես կարող ենք թշնամու թիկունքում գործողություններ անել։ Մեր փոքր երկիրը իրավունք չունի։ Մեր վրա իրենք հարձակվեցին, մենք իրանց թիկունքում պիտի արդեն գործողություններ անենք։ Այդ սարքած ամրաշինական կառույցները շատ լավ է։ Թող անեն, թող ավելի շատ անեն։ Ես համաձայն եմ, ոչ թե անեն, ասենք 5-6%-ով մի երկու տեղ, 10 տեղ, թող շատ արվի,
բայց դա հիմք չի հանդիսանում մեր պաշտպանության։ Դրանք թյուր կարծիքներ են։ Գիտեք, հացթուխի գործը տվեք հացթուխին։ Պապիկյանը թող ինքը ասի իր ասածը, բայց հացթուխի գործը հացթուխինն է։ Վերջապես պիտի որոշումներ կայացվի մասնագետի կողմից։ Առաջարկները պիտի լինի ավելի ներքևից, բայց որոշումը պիտի կատարվի վերևից, ինչա կատարվում։ Եթե դա չկա, դրանք թյուր խոսակցություններ են, դատարկ խոսակցություններ են։ Ես գոհ չեմ այս իրավիճակից։ Եվ մեզանից ոչ ոք չի քաշվում, հետ չի կանգնում, մեզ խաղաքարտի տեղ են դրել։ Ես չեմ ուզում մենք խաղաքարտ լինենք։ Ես ուզում եմ մենք խաղացող լինենք։ Իսկ դա չի նշանակում, որ փոքր քանակությունը խաղացող չի կարող լինել։ Իսրայելի օրինակը մեզ արդեն փաստ է։ Մեզանից ավելի փոքր տարածք ունի 20000 քառակուսի կիլոմետր է իր օրինական տարածքը, մերը 29.7 Եվ անպատմություն ունի պետություն, որի ստեղծեց Ստալինը, այսպես ասած։ Գիտեք, իրենք ես ինչ եմ ասում մտածված։ Միևնույն է ժամանակները անընդհատ բերելու են դրան, որ լինելու են պատերազմներ։ Ու անկախ մեզանից, մենք փոքր պետություն ենք, չնայած ասել, որ մենք չենք կարող նպաստել դրա վրա, դա նույնպես սխալ է։ Ես արդեն պատահական այդ թիկնապաների դպրոց, վարորդներ, այնտեղ մեր սփյուռքը, որը շատ հզոր պոտենցիալ է մեր համար, մենք չենք օգտագործում։ Եվ բացի այդ, մենք ինչ որ չափով նեղացնում ենք նաև սփյուռքին, երբ որ ինչ որ միջադեպեր են կատարվում դրսում, մենք տեր չենք լինում, այն տիրությունը չենք անում, կարճ ասած, որը պիտի անենք։ Մենք պարտավոր ենք, նրանք մեր հայրենակիցներն են։ Ինչպես է Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում, եթե իմ քաղաքացին աշխարհի որ ծայրում ուզում է խնդրեմ ունենա, ես նրա տերն եմ։ Դե ինքը հզոր է, ավելի լավ տիրություն կարող անի։ Մենք փոքր ենք, բայց մենք էլ մեր չափով անենք, թե չէ անընդհատ ասել, որ դե մենք ով ենք, մենք փոքր պետություն ենք, մենք ոնց կարող է մեր սփյուռքին օգնենք կամ բան, չէ, այդպես չի։ Այդպես չի, պետք է օգնել ու հզոր լինել։ Վերջին հաշվով մեր այդ ոգուց կախված լինում են մեր սահմանները։ Ու ամեն պետություն այդպես է։ Ինչպիսի ոգի ունի, այդպիսի էլ սահմաններ ունի։ Օրինակը Իրանը։ Հենց Իրանը վերցրեք օրինակը։ Աչքներից դիմաց է։ Տեսնում ենք ինչա կատարվում։ Տեսեք, իրենք ուզում են իրենց խամաճիկին նշանակել, նրանք չեն համաձայնվելու։ Ես համոզված եմ թույլ չեն էլ տալու այդպես լինի։ Իրենք իրանց պինդ բռունցքը պահելու են իրանց տեղում։ Հիմա գիտեք, պատահական չի, որ դաստիարակությունը, օրինակ իմ համար դաստիարակությունը ամենակարևորագույն տեղը ունի։ Ինչա կրթությունը։ Հա, որ կրթություն ունենք, ակադեմիկոսներ ունենք։ Հիմա ինչ են տալիս օրինակ մեր տնտեսությանը։ Ոչինչ։ Ես համաձայն եմ, պիտի լինի, բայց այստեղ նույնպես սխալներ կա։ Պետությունը պետքա պատվեր տա այդ գիտնականին։ Գիտնականը չի կարող ինքը որոշի այսպիսի բաժակ, գուցե բաժակ պետք չի, այսպիսի կոստյում է պետք կամ այսպիսի փայտատեսակ է պետք կամ ապակի է պետք։ Գիտնականին պետությունը անպայման կարգով պետք է պատվիրատու լինի։ Պատվեր պիտի թողնվի, որովհետև խեղճ գիտնական ինքը ինչ գիտի, ինքը ինչ են իրենից ուզում։ Ուզում եք ասել, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում այս ամենը Եվրոպայում այս ամենը ցույց է տալի, որ հույսներս մեր վրա պետք է դնենք, պետք է օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որ ունենք, սկսած գիտական մտքից մինչև զինվորին պատրաստել, նաև շարքային քաղաքացում պատրաստել։ Միանշանակ, ուզենք թե չուզենք, եթե մենք այդպեսին չեղանք, վայ մեզ, սա խաղաղ ժամանակները կարող են տևել 3 տարի, 5 տարի, բայց դա հեչ կապ չունի։ Հեչ կապ չունի մեր հարատևության հետ։ Մենք գիտենք, որ արդեն 1045 թվականին Գագիկ երկրորդի օրը կորցրեցինք մեր պետությունը։ Հա, չեմ ասում Կիլիկիո թագավորությունը մինչև 1376 թիվներ կարծես թե ունեցել ենք Այասակղզում։ Դա ոչ մի կապ չունի։ Մենք պետք է պատրաստվենք այսօր, որպեսզի ունենանք վաղը։ Եթե մենք չպատրաստվենք այսօր, վաղը չհուսանք։ Ընդ որում Թրամփն էլ է հիշեցնում, որ եթե իրենց ուզածով չլինի, 5 տարի հետո նորից կարող են վերադառնալ Իրան։ Իրանի շուրջ այս գործողություններին։ Միանշանակ։
Պարոն Մինասյան, մեր ժամանակը ավարտվեց։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար։ Հետևենք իրադարձություններին, զարգացումներին, հարկ լինելու դեպքում կհանդիպենք կրկին այս տաղավարում։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։